Հենց մեծ թաղեր գյուղում, նրա ծննդավայրում ստեղծվել էր գողտրիկ մի տուն-թանգարան, որ ցավոք Արցախի 2020 թվականի պատերազմից հետո գյուղը հայտնվել է ադրբեջանական օկուպացիայի տակ, ամբողջովին ոչնչացրել են այն, պայթեցրել են եւ սա հերթական օրինակն է վանդալիզմի, որ դրսևորում է ոչ միայն զուտ հայկական հետքի նկատմամբ, այլ առհասարակ իրենց չառնչվող պատմական հիշողության օբյեկտների նկատմամբ։ Շատ ցավալի է, որ պատշաճ արձագանք չի եղել միջազգային, հատկապես տվյալ դեպքում իհարկե ցանկալի կլիներ Ռուսաստանի պատկան մարմինների համապատասխան արձագանքը լիներ, որովհետև մենք տեսնում ենք, որ աշխարհի տարբեր ծագերում, հատկապես Արևելյան Եվրոպայի այն մասերում, որտեղ խորհրդային զինվորներ են զոհվել գերմանական օկուպացիայից ազատագրելիս, այդ վայրերում, երբ որ խորհրդային հերոսների հուշարձանների պղծման գործողություններ են կատարում, Ռուսաստանի արգոս նախարարությունը բավականին կոշտ է արձագանքում, այս դեպքում ցավոք այդպիսի արձագանք այդպես էլ չեղավ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։